Հրապարակ թերթը գրում է նոյեմբերի 30-ին կավարտվի քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը։ Թերթին ասել են, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լևոնյանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Գագիկ Մելքոնյանին երեք թերթը հարցրել է։ Ինքն էլ է առաջադրվել, ասել է, որ չի շտապում, դեռ չի առաջադրվել։ Ասում են ցանկություն չունեք։ Ով է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ, ասել է падգամավորը։ Մինչդեռ թերթին ասել են, որ Մելքոնյանը նախ քաղաքացիական պայմանագրին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500,000 վճարի իր թեկնածությունը գրանցելու համար։ Բացի դա Մելքոնյանը ենթադրում է, որ քաղաքացիական պայմանագրի անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բակրատյանն էլ է ԿՊԱ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում միստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է գծերից գծել, առաջադրել է իր թեկնածությունը քաղաքացիական պայմանագրի խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ասում են քաղաքացիական պայմանագրում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ քաղաքացիական պայմանագրի սահմանած խաղի կանոններով անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն։ Քոչարյանին երաշխավորել է Հայ Կոնջորյանը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագրի վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու падգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են քաղաքացիական պայմանագրի արտահերթ համագումարում, որը ամենայն հավանականությամբ կհրավիրեն մարտի վերջերին։ Այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ 1000 պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։ Նախնական քննարկումներն այն մասին են, որ դիցուք 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու։ Այսինքն ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել։ Ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը ըստ ձայների քանակի։ Իդեպ իշխող թիմում քննարկում են նաև պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ։ Իսկ թե ինչպես են նրանց ընդգրկելու ցուցակում առանց մրցույթի թե մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում եւ չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ Թերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգեր։ Դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով ու նրանք այլևս չեն պատրաստվում լռել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է հօգուտ իրենց ու քայլերի լայն պլան է մշակվում։ Թերթի տեղեկություններով սրբազանները հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին։ Դրանք պետք է ազդեն, որպեսզի կաթողիկոսի շուրջ ներսում բունտ հասունանա ու նա որոշի լքել վեհարանը։ Թերթը տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին զրույցներում համոզմունք է հայտնում, որ առաջիկայում ավելի ուժեղ ճնշումներ կլինեն ու իրենք շատ շուտով կունենան իրենց ցանկալի արդյունքը։ Իդեպ թերթի իշխանական աղբյուրները նշում են նաև, որ հոգևորականների որսը ավելի է ակտիվանալու ու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը գլխավորելու է այն հոգևորականների միությունը, ովքեր դեմ դուրս կգան կաթողիկոսին։ Գրում է թերթը։